Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին։ Իմացել եմ, որ Քոչարյանը կաթնային տրամաբանությամբ փորձել է համոզել, թե 60-70-80-ականների զենքերը ամենից հուսալին են, չեն փչանում կամ հեշտ են նորոգվում։ Սա դասական քաղաքական կացինություն է, երբ քննարկվում է ոչ թե այդ զենքի հեռահարությունը, կրակի ուժգնությունը, նշանակությունն ու էֆեկտիվությունը, այլ հեշտ նորոգումը։ Նույն կաթնային տրամաբանությամբ էլ դիրքերը կահավորված կոնսերվի կոկոշներն էին գովաբանում, դրանք էլ չեն փչանում։ Նույն կաթնային տրամաբանությամբ քարերն ու երկաթե մահակներն ավելի հուսալի են, դրանք ընդհանրապես չեն փչանում։ Իդեպ, քարորիայից հետո նույն Սերժ Սարգսյանն էր Գերմանիայում մղկտում, որ կռվում ենք 80-ականների զենքով։ Ինչ վերաբերում է ռազմական բալանսը խախտվելու մասին Քոչարյանի անմիտ պնդումներին, ռազմական բալանսը հօգուտ Բաքվի զգալիորեն խախտվել է 2005 թվականից Քոչարյանի կառավարման տարիներին, երբ ծաղկում էր քոչարյանական ընտանիքը ծակ-սվիտրերից դեպի հունական կղզի Տանզանիայի հանքեր։ 2005 թվականից Ադրբեջանը ռազմական ծախսերով մոտ 3 անգամ գերազանցության է հասել Հայաստանի նկատմամբ, իսկ հիմա կաթնային տրամաբանությամբ փորձում է համոզել, որ 25 տարվա խախտված ռազմական բալանսը 2 տարում հնարավոր էր վերականգնել, գրել է Չախոյանը։